այսօր տեղի ունեցող Իրանա-իսրայելական հակամարտությանը ինչ վտանգներ եւ ռիսկեր ենք տեսնում մենք, որովհետեւ տնտեսությունը չի կարող ստերիլ գործել եւ չի կարող որևէ հակամարտություն, որ հատկապես տարածաշրջանային հարևան երկիրն է ներգրաված, պետք է որ մենք ռիսկերը հաշվարկենք, հասկանանք տնտեսության համար ինչ նախապատրաստական աշխատանքներ պետք է կատարենք, որպեսզի տնտեսվարողները դժվարություններ չունենան։ Եվ ձեր գնահատականը այլևս ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքը մեր տնտեսության վրա ինչ ազդեցություն ունեցավ, այս բանը ինչ ազդեցություն ունի։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ պարոն Բագրատյան հարցի համար։ Իհարկե Հայաստանի Հանրապետության պաշտպանական դիրքորոշումը քանիցս արտգործնախարարությունը հնչեցրել է եւ եւս մեկ անգամ չեմ վարանի կնշեմ, որ հույս ունենք, որ կհաստատվի շուտապույտ խաղաղություն, որովհետև դա շատ կարևոր տարածաշրջանային կայունությունը շատ կարևոր է բոլոր երկրների, այդ թվում նաև Հայաստանի համար, եւ ցավոք սրտի պետք է արձանագրեմ, որ հակամարտության այս քանի օրերի ընթացքում բնականաբար որոշակի խնդիրներ մեր տնտեսվարողները արդեն իսկ ունեն, մի շարք բեռներ կան, որոնք որ հիմա Բանդարաբաս նավահանգստում կանգնած են, դեռ դուրս չեն եկել, մի շարք բեռներ ճանապարհներին են կանգնած եւ բնականաբար եւ մենք արտահանման հետ կապված ունենք խնդիրներ եւ մեր ներմուծողները, որոնք Իրանից կամ Իրանի տարածքով այլ երկրներից ներմուծում են կատարում, ունեն այս պահին բազմաթիվ խնդիրներ, հասկանալի է, որ դրանք մակրոգործոններ են, որոնք որ մեր կառավարման շրջանակից շատ այսպես ասած ցավոք սրտի շատ փոքր չափով են գտնվում մեր տիրույթում եւ մենք հույս ունենք, որ երկու երկրների միջև ուրեմն կավարտվի այս հակամարտությունը եւ կարողանանք բարեկամ Իրանի տարածքով շարունակենք ազատ առևտուր իրականացնել, ինչպես նախկինում տեղի ունեցել։